Տեղ համայնքում փոփոխությունները տեսանելի են արդեն առօրյա կյանքի մակարդակում, երբ ճանապարհները դառնում են ավելի անվտանգ, էլեկտրաէներգիան ավելի կայուն, իսկ ջուրը հասանելի։ Այս արդյունքները հնարավոր են դարձել Եվրոպական միության և ավստրիական միջազգային համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող R2D Սյունիք ծրագրի շրջանակում։ Համայնքում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր՝ փողոցային լուսավորության արդիականացում, արևային ֆոտովոլտային կայանի կառուցում և խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավում։ Տեղից դեպի Քարաշեն տանող ճանապարհը համայնքի կարևոր կապերից մեկն է, որը երկար ժամանակ մնում էր անբավարար լուսավորված։ Այսօր այստեղ գործում է 7.5 կիլոմետր երկարությամբ ժամանակակից փողոցային լուսավորության համակարգ։ Ծրագրի կողմից տեղադրվել է 241 հատ ժամանակակից էներգախնայոտ LED լուսատուներ, որի արդյունքում ճանապարհատվածի տեսանելիություն եւ գիշերային երթևեկության անվտանգությունը էականորեն բարձրացել է։ Սակայն իրականացված աշխատանքները չեն սահմանափակվում միայն լուսավորությամբ։ Տեղ համայնքում կառուցվել է նաև 80 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, շուրջ 45,000 եվրո արժողությամբ, որը ծառայում է համայնքային ենթակառուցվածքների էներգամատակարարմանը։ Ծրագրի շրջանակներում նաև տեղադրվել է արևային կայան, որի ամբողջ արտադրանքը ուղղվում է այս ճանապարհատվածի լուսավորության էլեկտրաէներգիայի սպառմանը։ Արդյունքում կարող ենք ասել, որ լուսավորության ցանցի կողմից սպառվող ամբողջ էլեկտրաէներգիան ծրագրի կողմից ևս ապահովվել է։ Մենք գտնվում ենք տեղ բնակավայրում, արևային ֆոտովոլտային կայանի տարածքում։ Ծրագիրը ծառայում է համայնքի էներգետիկ ծախսերը փոխհատուցելուն, այսինքն մեր ծախսը դառնում է ինքնածախս։ Մինչև հիմա ուրեմն համայնքը տարեկան ծախսել է սեփական բյուջեից մոտ 7 միլիոն դրամ, ուրեմն էլեկտրական ծախսերը փոխհատուցելու համար, եւ հիմա այս կայանի տեղադրումից հետո կայանի արտադրողականությունը կազմում է օրական մոտորապես 600 կՎտ, կստանանք, որ տարեկան արտադրողականությունը կկազմի շուրջ 219,000 կՎտ, իսկ խնայողությունները դրամական տեսքով որպես ֆինանսական ներկայացում մոտ 10 միլիոն 700,000 դրամ։ Այսինքն մենք ստանում ենք, որ մեր ֆինանսական ծախսերը ծածկում է ամբողջությամբ եւ մի բան էլ խնայում է, որպեսզի նորից մենք այս ուրեմն կարողանանք կայանները ավելացնել։ Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև դեպի տեղ բնակավայր տանող հիմնական խողովակաշարի կառուցումը։ Հիմնովին վերակառուցվել են նաև համակարգը սնուցող աղբյուրները եւ ջրընդունիչ հանգույցը։ Ներդրման արժեքը շուրջ 100,000 եվրո է։ Գյուղը ապահոված է խմելու ջրով, տներում բոլոր տներն էլ ապահոված է խմելու ջրով, բայց անջատումները լինում են հաճախակի, նույնիսկ ամբողջ օրով ջուրը անջատվում է։ Գյուղում գործում է 2 ինքնահոս աղբյուրներ, բնական աղբյուրներ, որից մեկը ծառայում է անասուններին ջրելու համար, իսկ մեկն էլ հեշտացնում է մեր կենցաղն էլի։ Այդ անջատված ժամերին մենք օգտվում ենք խմելու ջրից, այդ աղբյուրներից։ Մոտ 270 տնտեսություն կա այս մասում։ 70 տարի շարունակ այս բնակավայրի այս հատվածը զրկված է եղել բնականon խմելու ջուր ունենալուց։ Վիոլա ջուրի կողմից տրված ջուրը սեզոնային եղանակներում տապով շոկով պայմանավորված հիմնականում խնդիր է լինում եւ օրեր է լինում, որ ջուր չեն ունենում։ Ժամանակներ առաջ մշտապես 5 գյուղացիներն էլ իրանց անասուններին բերել են ստե ջուր տվել, ստե գորգեր են լվացել, բուրդ են լվացել, այդ ենթամշակույթն էլ է վերականգնել։ Մոտ 3.5 կիլոմետրի ջուրը եկել հասել է ստե, այսօր արդեն բնակիչը շուրջօրյա կարա ջուր ունենա, այս հատվածի բնակիչները իրենց անասուններին կարան որպես ջրելատեղի ծառայ եւ նաեւ կենսական կարիքների օգտագործման համար։ Հետագայում էլ հույս ունենք, հավատացած ենք, որ այսպիսի ծրագրերը նմանատիպ սահմանամերձ գյուղերում շատ կլինեն։ Պլանավորման փուլում են Խոզնավար եւ Քարաշեն բնակավայրերի ջրամատակարարման արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքները։ R2D Սյունիք ծրագիրը շարունակաբար իրականացնում է նման ենթակառուցվածքային ծրագրեր Սյունիքի մարզի բոլոր համայնքներում, որոնց մի մասը արդեն ավարտվել է, իսկ մի մասը ընթացքի մեջ է։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Ավստրիական միջազգային համագործակցության կողմից, ընդհանուր բյուջեն կազմում է 11 միլիոն եվրո եւ այն իրականացվում է ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Այս ներդրումները նպատակ ունեն ապահովել երկարաժամկետ եւ կայուն զարգացում Սյունիքի համայնքների համար։